շատ լարված իրավիճակ ա մեր երկրում այս պահին, այս ձերբակալությունները, այս ինքը հայտարարում էր, չէ, ընտրությունների ամբողջ ընթացքում ընտրության հաջորդ օրը ընտրվելուն պես, վերընտրվելուն պես, ասեց ջախջախելու եմ, բոլորիդ մաֆիայի ոչնչացնելու եմ, այդ գլուխները կտրելու եմ։ Հիմա ինչ պատվեր է այստեղ ինքը կատարում։ Ես ուզում հասկանալ, դուք ձեր մտքում ասացիք, այդ երեք անձիկ են, որ իրեն չեն ենթարկվում, այդ երեք անձանց է, որ ինքը չի կարողացել այսպես խոնարել տալ, հա, ինչպես նկատեցիք դուք, մնացած բոլորը ենթարկվում են իրեն, մյուս բոլոր գործարարները նաև։ Ինչ ծրագիր է կատարում Նիկոլ Փաշինյանը, ինչու է ուզում այսպես վարվել, սա հենց այնպես չէ, կնշանակի կա մի ծրագիր, որը իրականացնելուց առաջ նա պետք է ուժեղներին Ես արդեն ասացի, այսօր եթե խորհրդարանում ցավոք սրտի կայուն մեծամասնություն ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը 64 մանդատ։ Դա նշանակում է, որ նա կարող է նշանակել բարձրագույն դատական խորհրդի նախագահին, դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին։ Իսկ եթե ունենար 63 մանդատ, փաստացի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապահովեց 3/5-ը գումարած մեկ մանդատ էլ, այսպես ասած, զապաս, հա, որ ասենք անհրաժեշտության դեպքում կարող է ինչ-որ մեկը ճամբարափոխ լինել եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանին պետք է օդի պես, ջրի պես պետք է կատարել Թուրքիայի պայմանները, միջանցքը պետք է տա, վերջացնի, ներքին դիմադրություն պետք է չլինի, սահմանադրությունը պետք է փոխի, պետք է ներքին դիմադրություն չլինի։ Նա այսօր ունի Սյունիքը կներեք, այնպես բացահայտ կամս ասենք, որ մարդիկ, որոնք ցավոք սրտի ամբողջ նախընտրական ընթացքում մենք զգուշացնում էինք, հայ ընտրողը դա չընկալեց, հիմա պիտի հստակ նորից ասենք, որ ժողովուրդ ում գնացիք ընտրեցիք, նա հիմա մեզ կանգնեցնում է լրջագույն փաստի առաջ մեր հայրենիքի մյուս հատվածի Սյունիքի հանձնման process-ն է, դրա համար էլ կալանավորում են, դրա համար էլ անունը դրել է մաֆիա, բոլորին տանում է բանտեր, այստեղ գիտեք մարդիկ կա, որոնք ասում են այ լավ է անում, այ թող ջարդի, այ թող կոռուպցիան վերացնի, դեռ այս ընկալումների մեջ են կան մարդիկ։ Տեսեք, ճիշտ է, այդ ասած հայերեն ես այդ բառը չեմ կարող փոխարինել, եւ Սերժ Սարգսյանի օրոք եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է բեսպրիձել, ցավոք սրտի, այդ ամենը եղել է եւ շատերը վախեցած են, եւ եթե նրանք չեն հասկանում, ես բազմաթիվ անգամ կրկնել եմ, ես վատի եւ արհավիրքի միջև ընտրում եմ վատը, Նիկոլ Փաշինյանը արհավիրք է, այո, շատերն են տուժել, Ռոբերտ Քոչարյանից են շատերը տուժել, Սերժ Սարգսյանից են շատերը տուժել, գաղտնիք չէ, Սերժ Սարգսյանը քամել է Հայաստանը, թալանել է, ինքը իր թիկնազորը եղել է բեսպրիձել, ես դեմ չեմ, ես կողմ եմ դրան, բայց այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ինքը ամբողջությամբ Հայաստանը դրել է խաղասեղանին, Սյունիքի հարցը արդեն տեխնիկական է, Սյունիքի կորուստը ժամանակի հարցը, Նիկոլ Փաշինյանը 5 տարում, գիտեք որ Սյունիքը ունի աշխարհի մոլիբդենի 7-ից 8% պաշարը, Սյունիքում այնքան ոսկի կա եւ ստրատեգիական, ռազմավարական նշանակությունը Սյունիքի, Սյունիքը անջատում է ամբողջ թուրքական աշխարհը, սեպի պես խրված է թուրքական աշխարհի մեջ եւ հարյուրամյակների երազանքն է եղել թուրքալեզու պետությունների ունենալ այդ միջանցքը, որը Նիկոլ Փաշինյանը մատուցեց ոսկե սկուտեղի վրա։ Հիմա այստեղ տեսեք, ամեն ինչ կորած չէ։ Կա Իրանի գործոնը, բարեբախտաբար կա Իրանի գործոնը։ Եվ երբ որ Իսրայելը ընդունում է դեռևս կառավարության մակարդակով, դեռևս խորհրդարան չի մտել հայոց ցեղասպանության հարցը, շատերը շեշտում են, որ դա ընդդեմ Թուրքիայի է, բայց այստեղ կա մյուս կողմը, բացի Թուրքիային
սաստելուց, բացի փորձելով Թուրքիային սաստել, Իսրայելը նաև փորձում է սիրաշահել Հայաստանին, որպեսզի կարողանա Հայաստանի միջոցով վնասել Իրանին։ Իհարկե Իլհամ Ալիևը շատ ավելի փորձառու խաղացող է, եթե համեմատենք մեր այսօրվա ոչ բարով ղեկավարին եւ Իլհամ Ալիևին, նա ավելի փորձառու խաղացող է։ Նա տրամադրել է իր տարածքը Իսրայելին եւ ոչ ոք չի կարողանում ապացուցել դա։ Եվ նա խաղում է գերազանց, նա Իրանի հետ է խաղում, Միացյալ Նահանգների հետ է խաղում, Եվրամիության հետ է խաղում, այդ նույն Ուրսուլա ֆոն դեր Լայնը ինչ էր ասում, ինչպես էր սիրաշահում Իլհամ Ալիևին, լսեցիք, ասում էր այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը իր զենքը օգտագործում էր, տնտեսական գազը փակում էր եւ այլն, դուք պարոն նախագահ Ալիևին էր ասում, մեզ աջակցեցիք եւ գազ մատակարարեցիք եւ այլն, տեսեք ոնց է նա բոլոր ուղղություններով խաղում Ռուսաստանի հետ, թուրքական աշխարհի հետ, Նիկոլ Փաշինյանին տեսեք մի կողմից աջակցում է ընտրություններում, անմիջապես ընտրություններից հետո կազմակերպվում է արևմտյան Ադրբեջան մեր սահմանների մոտ, Օրդուբադում, եթե չեմ սխալվում, Նախիջևանի արևմտյան Ադրբեջան ծրագիրը եւ ամբողջ թափով առաջ է տանում եւ ով է կանգնեցնելու նրան։ Տեսեք, ես ռազմական շքերթին 1 ժամ շուտ էի եկել եւ կանգնած նայում էի, լսում էի, խորհրդակցում էի, մի պատանի ինձ ասեց լավն են չէ զենքերը, ասեցի լսի եղբայր, Ադրբեջանի բանակը ցավոք սրտի այսօր 3 անգամ հզոր է մեր բանակից, Թուրքիայի բանակը այսօր մոտ 20 անգամ է հզոր մեր բանակից, ասեց ոնց, տեսեք, ռազմական ուժի բալանսը ինչպիսին է, մոտ 23 անգամ, 18-ից 23 անգամ թուրք-ադրբեջանական տանդեմի զինված ուժերը ուժեղ են մեր զինված ուժերից, եւ մենք չունենք որևէ երաշխիք, սա նշանակում է, որ բանակցային սեղանին Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ զիջելու է, այսօր մենք ունենք 2 երաշխիք, ինչքան էլ գեներացնեն ատելություն Ռուսաստանի դեմ, ռուսական ռազմաբազան է, որը միջուկային տերության ռազմաբազա է, կանգնած է Թուրքիայի եւ Հայաստանի միջև։